Բարի գալուստ մայրիկների ակումբ։ Միոկարդիտ մանկական տարիքում առողջական ինչ խնդիր է սա, ինչու է գլուխ բարձրացնում և ինչպես է հաղթահարվում։ Որ տարիքից է թույլատրվում երեխային պարի խմբակ տանել, ինչու չպետք է շտապել։ Ամառային արձակուրդներ 3 ամիս շարունակվող տոն, ինչով են զբաղվում այդ շրջանում դպրոցահասակները։ Ինչպես կարող են ծնողներն օգնել նրանց ամառային արձակուրդներն ավելի ուրախ և արդյունավետ անցկացնելու գործում։ Միոկարդիտ հիվանդությունը սրտամկանի բորբոքումն է, որը հաճախ առաջանում է ռևմատիզմի, երբեմն վարակիչ հիվանդությունների, դիֆտերիա, որովայնային տիֆ, անգինա, քութեժ, արյան վարակում, հայմորիտ, սուր շնչառական հիվանդություններ, այդ թվում գրիպ և այլն։ Այն կարող է նաև ալերգիկ բնույթ կրել, լինելով որոշ մանրէների ու դրանց քայքայման արգասիքների, ինչպես նաև դեղապատրաստուկների նկատմամբ սրտամկանի գերզգայունության հետևանք։ Միոկարդիտը հաճախ հանդիպում է նաև մանկական հասակում։ Առողջական այս խնդրի մասին լիովին պատկերացում կազմելու համար առաջարկում եմ լսել մասնագետին։ Մայրիկների ակումբում է մանկական սրտաբան Քրիստինե Կարապետյանը։ Ողջույն բժշկուհի, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, մենք գիտենք, որ միոկարդիտը համարվում է երկրորդային խնդիր, երկրորդային հիվանդություն։ Խնդրեմ ներկայացնել, թե մանկական հասակում որ հիվանդությունների արդյունք է հանդիսանում այս երևույթը, ամենատարածված հիվանդությունն է։ Միոկարդիտը մանկական տարիքում կամ հազվագյուտ հանդիպող հիվանդություններից է և ցավում եմ երբեմն մահացու ընթացող հիվանդություն է։ Հիմնականում ինքը երկրորդայինն է, լինում է բակտերիալ ինֆեկցիաներից հետո, պարազիտային ինֆեկցիաներից հետո շատ փոքր տոկոս են կազմում աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած միոկարդիտները։ Այսօրվա դրությամբ ամենահաճախ հանդիպող պատճառը դրանք վիրուսներն են։ Վիրուսներից հատկապես սրտամկանի համար տոքսիկ են երկու վիրուսի անուն ուղղակի ասեմ, դա կոքսակի B վիրուսը և ադենովիրուսներն են, դա շատ տարածված է և ոչ միայն մեզ մոտ, այլ նաև ամբողջ աշխարհում։ Այդ վիրուսները ընթանում են երեխայի մոտ, հա, յուրաքանչյուր երեխա տարվա ընթացքում մի քանի անգամ վիրուսային ինֆեկցիայի ընթացքով և ցավալին այն է, որ միոկարդիտի ախտորոշումը շատ դժվարացած է, որովհետև նրա կլինիկական ախտանիշները կարող են շատ փոփոխական լինել, մեղմ արտահայտված ախտանիշներից, ոչ սպეციფიկ ախտանիշներից, ընդհուպ մինչև սիրտ-անոթային անբավարարության առաջացման։ Այսինքն միանշանակ է, որ ծնողը չի կարող զգալ, հասկանալ, որ երեխայի մոտ կա երկրորդային խնդիր միոկարդիտ։ Այո, չի կարող հասկանալ, բայց կասկածել կարող է։ Երբ որ վիրուսային ինֆեկցիայից հետո ձգձգվում է երեխայի մոտ, հատկապես կրծքի տարիքի երեխաների մոտ, հոգնածություն կամ ջուրագրգռություն, շատ քնել, մաշկը գունատ, հրաժարվում են ուտելուց, այդ ախտանիշների, ոչ սպეციფიկ ախտանիշների պարագայում պետք է դիմել անպայման մանկաբուժի կամ մանկական սրտաբանի։ Եթե այդ ախտանիշները այդպես ձգձգվեն, ընդհուպ մինչև արդեն շնչական անբավարարության, հաճախաշնչության, հաճախասրտության ախտանիշների արտահայտության, որը արդեն դա սրտային անբավարարության նշաններն են իրենցից ներկայացնում։ Բժշկուհի, այս շատ երեխաներ են վարակվում տարբեր վիրուսներով, հա, իսկ ինչու է առաջանում միոկարդիտը, կա խոցելի խումբ, թե ինչ-որ սխալներ, որոնց արդյունքում է առաջանում։ Միոկարդիտը իհարկե նշեցինք ինքը վիրուսային կամ ինֆեկցիաների արդյունքում է առաջանում, բայց պատճառը միայն ինֆեկցիան չի, դա նաև իմուն միջնորդավորված հիվանդություն է։ Իմուն համակարգը երեխաների մոտ, երբ որ պատասխան է տալիս վարակին, իմուն պատասխանը ընթանում է միոցիտների, սրտամկանի բջիջների քայքայումով և հիվանդության շարունակությունով։ Այդ պատճառով կրծքի տարիքի երեխաների մոտ միոկարդիտի հավանականությունը և վատ ընթացքով միոկարդիտը շատ ավելի բնորոշ է, քանի որ իմուն համակարգը լավ զարգացած չի։ Եվ առանձնահատկությունը այն է, որ այն վիրուսները, որոնք ախտահարում են կարդիոտոքսիկ են, իրանց մեջ մի սպիտակուց են պարունակում, որը նման է սրտամկանի սպիտակուցին։ Երբ որ իմուն համակարգը բջիջները էնդոգեն նյութեր կամ բջիջներ է արտադրում, որպեսզի պայքարի այդ ինֆեկցիայի դեմ, նաև նմանության պատճառով ինքը վնասում է, քայքայում է նաև սրտամկանի բջիջները։
Դա է պատճառը, որ երբ որ արդեն իմուն պատասխանն է շարունակում քայքայել սրտամկանի բջիջները, արդեն ընթացքը ընթանում է շարունակական մկանների քայքայումով, դիլատացիոն կարդիոմիոպաթիայի առաջացումով, որի կանխատեսումը պրոգնոզը շատ վատ է, ընդհանուր մահացու ելքերի, սրտի փոխպատվաստման եւ քրոնիկ սրտային անբավարարության։ Սա է թերևս նաև պատճառներից մեկը, մենք էլ մշտապես կոչ ենք անում մայրիկներին, որ խնդրի դեպքում թեկուզ դա գիտեք, որ վիրուս է երեխային այնուամենայնիվ ներկայացնել մանկաբույժին, որովհետև յուրաքանչյուր այցի ժամանակ նմանատիպ լսում են նաև սիրտ, արդյոք հնարավոր է այդ տարբերակով կասկածել կամ ենթադրել։ Միակ նշանը, որ կարելի է կասկածել, դա հաճախասրտությունն է, առանց պատճառի, այսինքն երբ որ ջերմություն չկա, որը պատճառ է հաճախասրտության կամ ջրազրկում չկա երեխայի մոտ, բայց երեխան հաճախասրտություն ունի, որը մանկաբույժն էլ է տեսնում, դա պետք է կասկած հարուցի։ Եվ ուղղորդի արդեն մանկական սրտաբանին։ Չնայած ցավում է, որ ցանկացած ախտորոշման մեթոդ, որ այսօրվա դրությամբ կա, ոչ մեկ 100%-անոց չի միոկարդիտի ախտորոշման մեջ, ունեն իրենց զգայունության եւ սպეციფიკության տոկոսները, որոնք 50-ից 60% են ընդամենը կազմում։ Ախտորոշման մեթոդներից դրանք օրինակ բացի օբյեկտիվ հետազոտությունից, զննումից, դա կարդիոգրաման է, որ արվում է, կարդիոգրամայի որոշ փոփոխություններ, էխոսրտագրությունն է, կծկողականության գնահատումը սրտամկանի, սրտի չափերի գնահատումը կամ կլապների անբավարարության գնահատումը, ռենտգեն հետազոտությունը, որը սրտի չափերի մեծացումը կարելի է հայտնաբերել, միայն ոսկե ստանդարտ հետազոտությունը, որը շատ հազվադեպ կարելի է դիմել այդ հետազոտությանը, դա էնդոմիոկարդիալ բիոպսիան է, որը ինքը ինվազիվ միջամտություն է եւ վերցվում է միոկարդի մի փոքր հյուսվածք, որ եւ հետազոտվում է, որը ինքը վտանգավոր է տարբեր բարդությունների պատճառ հանդիսանալ եւ այսօրվա անգամ ուղեցույցներում շատ քիչ դեպքերում հնարավոր է գնալ այդ հետազոտության։ Եվ վերջի տարիներին իհարկե Հայաստանում նաեւ կատարվում է սրտի MRT հետազոտությունը, որը հենց ցույց է տալիս սրտամկանի բորբոքումը։ Թեթև դեպքերում այ ծանր ու բացառիկ դեպքերի մասին չխոսենք, արդյոք ամբողջությամբ խնդիրը հնարավոր է շտկել եւ երեխան երբեք էլ կյանքի ընթացքում չբախվի այս հիվանդությամբ։ Թեթև դեպքերում, եթե սուր շրջանից հետո մենք լավացում ենք տեսնում, կանխատեսումը շատ լավ է, լրիվ առողջացում եւ հետագա կրկնությունը բացառվում է, մոտ 80-ից ավել տոկոս լավ կանխատեսում կա։ Բուժման միջոցառումները հիմնականում իմունոգլոբուլինների եւ իմուն համակարգի ճնշման միջոցառումներ եւ հակավիրուսային թերապիան, իհարկե նրանք 100%-անոց բուժման ընթացք չի, այսինքն օգնական բուժումը համարվում է օգնական բուժում։ Հուսանք իհարկե ծնողների զգոնության, նաև մանկաբույժների զգոնության արդյունքում, եթե անգամ առաջանալու է խնդիրը հայտնաբերվի վաղ փուլում եւ հետագա բարդությունների առաջ չկանգնացնի մասնագետներին, որովհետեւ ինչպես նշեցիք, սա շատ լուրջ խնդիր է եւ լուրջ մոտեցումներ է ենթադրում։ Այո, շնորհակալ եմ զրույցի համար։ Շնորհակալություն։ Շարժվելու ցանկությունը մարդուն տրված է ի ծնե։ Պարի հոգեթերապևտիկ նշանակության մասին գիտեին անգամ մեր նախնիները, ում համար պարը աստվածների հետ հաղորդակցվելու միջոց էր։ Մարդիկ պարի միջոցով անձրև էին խնդրում, հաջող որս աղերսում եւ այլն։ Հին Հունաստանում պարը համարվում էր բուժող միջոց, որը կարգավորում էր հույզերը, հանում սթրեսը, լավացնում էր մարսողական գործընթացը, դրական էր ազդում ախորժակի սրտանոթային համակարգի վրա։ Աֆրիկական ցեղախմբերը պարի միջոցով ազատվում են բացասական ուժերից եւ դրանց ազդեցությունից։ Պարը եղել է մարդկության զարգացման յուրաքանչյուր շրջափուլի անբաժան ուղեկիցը։ Պարելու ցանկությունն ու դրա հանդեպ հետաքրքրասիրությունը երբեք չի նվազել, պարզապես փոխվել են դրա արտահայտման ձևերը։ Հատկապես աղջիկ ունեցող ցանկացած մայրիկ գոնե մեկ անգամ մտածել է՝ տանել երեխային պարի, թե ոչ, որ տարիքն է առավել նպատակահարմար։ Դիտենք տեսանյութը։
Դեռևս նախնադարյան համայնակարգերում որպես կենցաղային կյանքի գեղարվեստական վերարտադրություն մարդն օգտագործել է պարային էլեմենտներ ու շարժումներ։ Հին Եգիպտոսում պարը համարվում էր ծիսական ժամերգության մի մասը։ Հին Հունաստանում էլ աստվածահաճո պաշտամունքի տեսակ էր։ Մինչ օրս էլ պարելու մեծ ցանկությունն ուղեկցում է մարդուն ամենուր։ Գիտակցելով պարի կարևորությունը, մայրիկները դեռևս փոքր տարիքից ձգտում են երեխաներին պարի տանել, որպեսզի նրանք լինեն ավելի գեղեցիկ, ունենան սլացիկ կազմվածք եւ բարձր գեղագիտական ճաշակ։ Սակայն մինչև երեխայի սիրելի պարավոճն ընտրելը պետք է պարզել, թե որ տարիքից կարելի է երեխային պարի տանել։ Մեր փորձը ցույց է տվել, որ երեխաները 5 լրացած արդեն եւ որոշ դեպքերում նաեւ 6 լրացած, կախված երեխաների ոսկրամկանային համակարգի ամբողջական ձևավորումից կարելի է երեխաներին ընդգրկել պարային խմբերում, պարային խմբակներում, պայման, որովհետեւ երբ դեռ դրանից շուտ ձևավորվում է նրա ոսկրամկանային համակարգը, ցանկացած սխալ շարժում կարող է բերել ուրեմն վնասվածքների։ Ոսկրամկանային համակարգի վերջնական զարգացվածությունից բացի 5 տարեկանից փոքր երեխաների դեպքում դեռևս զարգացած չէ տեմպորիթմիկայի զգացողությունը, երաժշտամտածողությունն ու պարապատկերներն ամբողջությամբ ընկալելու եւ մտապահելու կարողությունը։ Նախքան երեխային պարի ընդունելը մասնագետները համապատասխան զննության են ենթարկում փոքրիկին։ Ստուգում ինչպես ֆիզիկական պատրաստվածության մակարդակն, այնպես էլ պարային անհրաժեշտ ընդունակությունները։ Երաժշտությունը լսելու կարողություն, ռիթմի զգացողություն, ճկունություն։ Հենց այս հատկանիշների առկայությունն էլ պարտադիր պայման է պարային խմբակ ընդունվելու համար։ Առաջին հերթին պետք է փորձել սիրել տալ պարուսեցի։ Սկսում ենք այդ աշխատանքը։ Հետո արդեն կամաց-կամաց սովորեցնում ենք նրան, որ պիտի դու կարողանաս ճիշտ ինչ-որ միտեղ ներկայանալ։ Փորձում ենք քայլվածքի մասին խոսենք, որ արդեն իսկ կանգնած դիրքիդ եւ քայլելուց բոլորը նկատում են, որ տես դու ինչ հաստատ պարուհի ես կամ պարող ես։ Այդպես փորձում ենք մի փոքր սիրաշահելով մանկական ձևով, որպեսզի ինքը ձգտում ունենա գալուն։ Երբ որ մեծանամ, դառնալու եմ պարուհի։ Ամենաշատը սիրել եմ մանրուքին, ամենասկզբից հենց ինձ դուր է եկել մանրուքի։ Շարժումների ավելի նուրբ են ու աղջկա համար։ Ամենաշատը սիրում եմ հայի պարի ոգին, որտեղ ամենակարևորը իմ կարծիքով քոչարին է։ Քոչարին հայերի ոնց որ գլխավոր պարն է, որով հայերը միշտ հպարտ են։ Երևի ամեն մի հայ տղամարդ պիտի քոչարի պարել իմանա։ Երեխաների պարուսուցման գործընթացը պետք է իրականացնել տվյալ տարիքային խմբի համար համապատասխան մշակված մեթոդաբանությամբ։ Առաջին հերթին անհրաժեշտ է սկսել դասական պարից, քանի որ ցանկացած պարավոճի հիմքում դասական արվեստն է, որը թույլ է տալիս փոքրիկին ունենալ գեղեցիկ կեցվածք, հղկում է ոտքերի ու ձեռքերի դիրքերը, ինչպես նաև դրական ազդեցություն է ունենում երեխայի առողջական համակարգի վրա։ Նրան պետք չի միանգամից սովորեցնել այնպիսի բարդ շարժումներ, մեթոդիկայի, որպեսզի երեխան հիասթափվի, չկարողանա կատարել։ Ուրեմն կան նախնական ուսուցում, ձեռքերի դիրքեր, ոտքերի դիրքեր, փոփոխական քայլեր, կրնկազարկ, կրնկաթափ, թակզարկ, խաչոտնազարկ, շարժումների ամբողջական համակարգ, որը երեխային ապահովելու է հետագայում տեխնիկական բարդ շարժումների կատարմանը։ Եվրոպական շատ երկրներում վերջին տարիներին լուրջ զարգացում է ապրում պարային թերապիան։ Գիտնականները պարզել են, որ ողնաշարային մի շարք հիվանդությունների բուժման լավագույն տարբերակները հենց պարային թերապիաներն են։ Ամառային արձակուրդները նման են չավարտվող տոնի, 3 ամիս առանց դասապատրաստումների, ստուգողականների, քննությունների անհոգ ու թեթև ժամանակահատված, որն ի սրտե վայելում են բոլոր դպրոցահասակները։ Վայելել ասվածն իհարկե հարաբերական է, մեկի համար այդ վայելքը նշանակում է առավոտից երեկո բակում խաղալ, մյուսի համար համակարգչից ժամերով չբաժանվել, մեկ ուրիշի համար ընկերների հետ շփվել, գիրք կարդալ եւ այլն։ Ինչպես են անցկացնում իրենց արձակուրդները մեր այսօրվա հյուրերը։ Ողջույն սիրելի հյուրեր։ Ինչպես եք։ Լավ է տրամադրությունը։ Ես կարծում եմ տարվա այս եղանակին դժվար թե գտնվի մի դպրոցահասակ, ով վատ տրամադրություն ունենա, որովհետև ամառ, արև եւ իհարկե ամառային արձակուրդներ։ Ինձ հետաքրքիր է թե ինչպես են ձեր հասակակիցները, ձեր օրինակով խոսենք, բայց դուք նաեւ շատ ընկերներ ունեք, գիտեմ, անցկացնում ամառային արձակուրդները, որն է ամենանախընտրելի տարբերակը։
Ամառային արձակուրդները անցկացնում ենք մի փոքր հատվածը դպրոցում, մեր կրթահամալիրի հետ ամառային ճամբար ենք անցկացնում, շատ հետաքրքիր մեր ընկերների հետ, խաղեր, տարբեր արշավներ, դասեր չկան, բայց ճամբարը ուսումնական է, քանի որ մենք մասնակցում ենք ինչ-որ ուսումնական նախագծերի։ Դպրոցում ունենք տարբեր ուսումնական նախագծեր, որոնցից մեկին պետք է մասնակցել։ Այսինքն ճամբարը բացի լավ ժամանակ անցկացնելուց պետք է նաև դարձնել ուսումնական։ Ամառը ընդհանրապես։ Հենց այսօր անտիվիրուս կոմիտասների փորձներ, մենք երգում ենք կոմիտաս, այսօր փորձ ենք անում, որ կարողանանք կասկադում լավ երգենք։ Առաջին անգամ է, որ կրթահամալիրի սահմաններից դուրս ենք անցկացնում։ Ամառային դպրոցը դու սիրում ես, ինչ է քեզ տալիս եւ ինչպես ես դրա օգնությամբ ամառային արձակուրդներդ անցկացնում։ Ամառային դպրոցը սիրում եմ, քանի որ այդ երկու շաբաթ, մենք երկու շաբաթ է մեր ամառային դպրոցը տևում, մենք երկու շաբաթ պետք է տանը լինենք, պարապ անելիք չենք ունենա եւ այդ երկու շաբաթ գալիս ենք դպրոց, հետաքրքիր նախագծեր ենք իրականացնում, ընկերների հետ եք շփվում, այո։ Իսկապես վերջին տարիներին ամառային դպրոց կոչվածը մեր իրականության մեջ եւս շատ նորաձև ու արդիական դարձավ եւ այն օգնում է դպրոցահասակներին տարբեր տարիքային խմբերին ավելի հետաքրքիր ամառային արձակուրդներն անցկացնել, բայց դա էլ հավերժ չէ, հա, ինչ եք պատրաստվում անել արձակուրդների ընթացքում։ Ես կարդում եմ ու բակում խաղում եմ։ Պարտադրել են կամ տվել են ցանկ։ Չէ, ուղղակի շատ եմ սիրում ու ուզում եմ կարդամ, որ ես ինքս իմ գիրքը։ Ամեն օր կարդում ես, Արեգ։ Ամեն օր չէ, բայց հիմա չգիտես մի քիչ ընդմիջում եմ տվել, բայց շուտով կսկսեմ մասնակցում եմ ամառային ընթերցանության ծրագրին 2014 թվականին լավ ընթերցողների ցանկի մեջ էի։ Բաստուն ամառային արձակուրդները դու օգտագործում ես գիրք ընթերցելով։ Օրինակ գիրքը վերցնում եմ առաջին հանդիպմանը, հաջորդ հանդիպմանը եթե ավարտել եմ գիրքը, տանում եմ եւ ուրիշն եմ վերցնում եւ մինչեւ նախագծի վերջ, մինչեւ օգոստոսի 31-ը, որ գիրքը իմ մոտ մնաց, այդ գիրքը իմն է դառնում։ Սիրում եմ գեղարվեստական գրքեր, բայց այս անգամ մայրիկս ինձ առաջարկեց, որ կարդամ վիպագրեր, որ ծանոթանամ պատմությանը, որովհետև ես պատմություն շատ եմ սիրում եւ նա ասում է, որ ավելի հետաքրքիր կլինի, եւ որ ոչ թե կարդաս, որ թվականին ինչ է եղել, այլ գրքի միջոցով գեղարվեստականորեն ձևակերպված պատկերացնես, այո։ Լավ։ Ես էլ եմ համաձայն Արագի հետ, կարելի է, ինչի ոչ կարելի է գրքեր կարդալ, որպեսզի ամառը ձանձրալի չլինի։ Կան շատ տարբեր տարբերակներ, կարող ես ամառը անցկացնել ընտանիքիդ հետ լավ միջավայրում, թեկուզ հենց ընկերներիդ հետ, կարող ես նաև ինքնակրթությամբ զբաղվել, որպեսզի միայն կենտրոնացած չլինի ժամանցի վրա։ Ինքնակրթությամբ զբաղվել, ինչ-որ գրքեր կարդալ կամ ինչ-որ ուսումնական նախագծեր իրականացնել ամառը հետաքրքիր դարձնելու համար։ Օրինակ ինքնակրթությամբ զբաղվել, ինչ խորհուրդ կտաք դպրոցահասակներին, ինչ միջոցներով կամ բացի ճամբարից։ Նույնիսկ կարող ենք համակարգչի միջոցով ոչ միայն խաղեր խաղալ, այլ նաև գիտելիքներ շատ ձեռք բերել, օրինակ կարող ենք տարբեր լեզուներ սովորել, որոնք մեզ հետաքրքրում են, կարող ենք հետաքրքիր ինչ-որ հոդվածներ տպել եւ կարդալ ամառային արձակուրդներին։ Ես իմ մնացած ամառային արձակուրդները անցկացնում եմ նախորդ ուսումնական տարվա ծրագիրը կրկնելով եւ ինչու՞ չէ նոր թեմաներ սովորելով։ Ձանձրալի չէ։ Չէ, ձանձրալի չէ։ Մասնավորապես ես օրինակ սիրում եմ մաթեմատիկայի նախորդ անցյալ տարվա։ Ինչ ես անում օրինակ օրվա ընթացքում եւ որքան ժամանակ ես տրամադրում այդ։ Փորձում եմ անցյալ թեմաների խնդիրների վարժություններից նորից անել, որպեսզի չմոռանամ այդ թեմաները։ Օրվա ընթացքում որքան ժամանակ ես դրան տրամադրում։ Որքան ժամանակ։ Պես ֆիքսված ժամանակ չեմ տրամադրում, բայց մոտավորապես 2-2.5 ժամ։ Իսկ հետո առավոտյան ուշ եք արթնանում, չէ՞։ Մարդան սովորել ենք, ես։ Դու շուտ ես արթնանում, բայց դուք։ Չէ, մենք երկար ենք քնում։ Առաջին առավելությունը, հետո։ Հետո որ արթնանում ենք, չենք շտապում, ասենք, արագ ինչ որ հաց ուտել կամ արագ հագնվել։ Շատ ժամանակ ենք ունենում հանգստանալու համար։ Հեռուստացույց։ Չէ, դե հիմա բոլորը մեր ժամանակներում արդեն համակարգչի վրա են կենտրոնացած, միայն համացանցի առջև են լինում համակարգչի առջև ու հաստատ չեն հասցնում հեռուստացույց նայել։ Ֆիլմեր ենք դիտում, երաժշտություններ ենք լսում, նորություններ ենք կարդում, ինչ որ մեզ հետաքրքրող թեմաների վերաբերյալ նյութեր ենք փնտրում, կարդում։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Մենք ենք շնորհակալ։ Ինչ կանոնների կարելի է հետևել ամառային արձակուրդներն ուրախ, լուսավոր ու ամենակարևորն արդյունավետ անցկացնելու համար։ Առաջիկա հարցազրույցը կօգնի հատկապես ծնողներին։ Մայրիկների ակումբում է ամառային դպրոցի ղեկավար Զարուհի Առաքելյանը։
Ողջույն Զարա, ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, դուք հետևում եք դեռահասների հետ մեր զրույցին, երբ խոսում էինք ամառային արձակուրդների մասին, նրանք բոլորն էլ նշեցին, սիրում են ամառային արձակուրդները, որովհետև չկան պարտականություններ, հա, նաև օրակարգը նույնը չէ, ավելի ազատ են, բայց այնուամենայնիվ պարապությունն էլ հետաքրքիր չէ եւ դրանով չէ, որ ամառային արձակուրդը լավն է դառնում, այլ պետք է որքան հնարավոր է հետաքրքիր դարձնել։ Մենք իհարկե զրույցի միջոցով փորձենք օգնել ծնողներին խորհուրդների միջոցով, թե ինչպես կարելի է երեխաների ամառային արձակուրդներն ավելի հետաքրքիր անցկացնել։ Ինչ հետաքրքիր է ձեր կարծիքով, արդյոք Հայաստանում այսօր կան բավականաչափ պայմաններ, որոնք թույլ են տալիս դպրոցահասակին լավ ամառային արձակուրդ ունենալ։ Պայմանները հենց առաջինը կարող են ստեղծվել ընտանիքում, ծնողից, մանկավարժից, անկախ նրանից արդյոք գործում են հանրապետությունում ճամբարներ թե ոչ, ու անկախ ամեն ինչից երեխային տանում են լողի եւ այլ պարապմունքների թե ոչ, կախված երեխայի զբաղվածությունից։ Ամեն դեպքում ամառային արձակուրդների ժամանակահատվածը ծնողը ինքը պետք է սկսի տանից կազմել ճամբարային օրակարգ կարող է կազմել եւ ինքը սկսել տնօրինել երեխայի այդ ուսումնական գործունեությունը, այսինքն օրվա բաժանումը տարբեր հատվածների ինքը կարող է հանգիստ տնային ճամբար էլ կազմակերպել, անկախ նրանից ինքը կտանի սովորողին ինչ-որ հաստատություն ամառային ճամբարի, թե ոչ։ Այսինքն առաջին խորհուրդը, որ տանք ծնողներին, ինքներդ կազմեք որոշակի օրակարգ եւ հետևեք, որպեսզի երեխան ապրի դրանով եւ դա նրան ամենակարևորը հետաքրքիր լինի։ Այո, կախված երեխայի նախասիրությունից։ Կա երեխա, որ առավել շատ սպորտ է սիրում, մյուսը երաժշտություն, ֆիլմ, թատրոն, այսինքն այս ամենը հաշվի առնելը որոշակի օրակարգ ենք կազմում։ Այստեղ կարևոր է նաեւ զարգացնել սովորողի մեջ հայրենագիտությունը, այսինքն ծնողը կարող է վերցնել իր երեխային ինչ-որ ֆոտոխցիկ եւ սկսել ուղակի թափառել զբոսնել իր շենքի տարածքում, կան գնա հարևան թաղամաս, լուսանկարներ անել, հետաքրքիր բացահայտումներ անել, ճամփորդել, եթե հեծանիվ են քշում, նախ սովորել միասին երեխայի հետ հեծանիվ քշել, հետո արդեն կազմակերպել հեծանիվային արկածային ճամփորդություններ, նաեւ որը իր մեջ կներառի հայրենագիտություն։ Իսկապես, որովհետև մեր օրերում նաև շատ հետաքրքիր ճամփորդություններ են կազմակերպվում երկրի սահմաններում, իսկ մենք երբեմն ցանկանում ենք արտերկիրը տեսնել, բայց նույնիսկ հա մեր ամենահայտնի մշակութային վայրերը, կոթողները չենք ճանաչում, ամառը փաստորեն հիանալի առիթ է նաև երեխայի հետ միասին վերցնել ֆոտոխցիկ, զուգահեռ փաստորեն մի քանի գործ ենք իրականացնում եւ միասին սովորում ենք լուսանկարել եւ բացահայտում ենք մեր երկիրը։ Այստեղ կարևոր է, որ ծնողը ինքը նաև տեղեկացված լինի, ինքը կարողանա հետաքրքիր կազմակերպել, այդ դեպքում արդեն համացանցը բավականին տեղեկություն է պարունակում, կարող է հանգիստ փնտրել եւ գտնել։ Դրա համար ոչ մի այդպես լուրջ ֆինանսներ կամ ինչ-որ բան պետք չի լինի, ուղղակի պետք է երեխայի հետ անմիջական զրուցել ու զբոսնել միաժամանակ նայելով շուրջ բոլորը, որովհետեւ շատ երկար ժամանակ բոլորը գլուխը կախեն ման գալիս։ Նույն զբոսանքի ընթացքում աղբամանի մոտ աղբ վերցնել եւ թափելը էլի կարող է բավականին օգտակար լինել սովորողի համար, երեխայի համար։ Երեխաներից մի քանիշը նշեցին, որ ամառային արձակուրդների ընթացքում նաև ընթերցանությամբ են ակտիվ զբաղվում։ Մենք գիտենք օրինակներ, երբ տանը պարտադրված ամեն օր երեխաներին ստիպում են ընթերցեք, սա դպրոցում որոշակի գրականության ցանկ են տալիս։ Ինչպես կարելի է ճիշտ կազմակերպել գործընթացը, որ երեխան հաճույքով, իր հաճույքի համար պարզապես կարդա ամռան ամիսների ընթացքում։ Այդտեղ այդ պետական դպրոցների պարտադրությունն է առաջ գալիս, որ սովորողները դրան դեմ են գնում, այսինքն թույլ չեն տալիս անել այն ինչ որ իրենք են ուզում, այսինքն սովորողը ինքը պետք է շփվի գրքի հետ, ինքը պետք է գնա գրախանութ, ինքը տեսնի իրան ինչն է հետաքրքիր, այդտեղ արդեն իր ուղղորդողը ծնողը կամ մանկավարժը պետք է խորհուրդներով ուղղորդեն, թե ինքը ինչ գիրք կարող է կարդալ իր տարիքի համար, որ հարմար լինի։ Այսինքն արձակուրդների ընթացքում պետք է կարդալ, սա միանշանակ է, բայց ավելի ազատ թողնել սովորողին, որովհետև այդ դեպքում ինքը ավելի սիրով կմոտենա գրքին, ինքը ավելի ճիշտ կընտրի խորհրդի միջոցով ճիշտ կընտրի գիրքը, բայց այդ նույն գույնի վրա ընտրությունը իրան է որ լինի, ինքը ավելի սիրով կկարդա։ Զարա, դպրոցի ընթացքում երբեմն իհարկե արգելքներ են ծնողները դնում, որպեսզի երեխաները հասցնեն խմբակներ, դասապատրաստումներ, քիչ հեռուստացույց դիտել, համակարգչից, համացանցից քիչ օգտվել, իսկ ամառը, երբ նրանք չկան, արդեն սրանց տրամադրվող ժամանակ ավելի է մեծանում, հա, ինչպես կարելի է հետևել
որպեսզի եթե անգամ շատ ժամանակ է անցկացնում համացանցում, ապա գոնե օգտակար ժամանակ անցկացնի։ Այդտեղ հենց ծնողի դերը շատ մեծ է, ինչպես օրինակ ցույց տա ծնողը, այնպես էլ երեխան կշարժվի։ Նշեցի, որ կարևոր է ամռանը տանը չնստել, այսինքն եթե ծնողը ավելի հետաքրքիր մոտեցումներ բերի, որպեսզի սովորողի հետ դուրս գա զբոսնի, գնա լողի, հեծանի վարի դրսում, ավելի օգտակար կլինի, իսկ սահմանափակումները կամ երեխայի ագրեսիան արդեն գալիս է այդ նույն արգելքներից, այսինքն պետք է ճիշտ խորհուրդ տալ եւ երեխան արդեն ինքը կհասկանա։ Այսինքն արգելելու փոխարեն պարզապես այլընտրանք առաջարկել։ Այլընտրանք առաջարկել ուսումնական խաղերի միջոցով թեկոս, այսինքն եթե երեխան մտավ ինչ որ իրեն հետաքրքիր խաղ խաղաց, ծնողը կարող է փնտրել եւ գտնել ավելի ուսումնական խաղ, ինչից նա համ հաճույք կստանա, համ էլ ինչ որ բան կսովորի նույն գույների, թվերի հետ կապված։ Նույն համացանցում էլ իհարկե լավ ժամանակ կարելի անցկացնել եւ օգտավետ ժամանակ, հա, միասին օրինակ ծնող այն նույն օրակարգի մասին դուք խոսեցիք, կարող են որոշել օրինակ 2 օրը 1, 3 օրը 1 նոր հետաքրքիր ֆիլմ, հետաքրքիր մուլտֆիլմ, անիմացիոն ֆիլմ կամ միասին լեզու ուսումնասիրեն, ինչ որ նոր երևույթ բացահայտել, երաժշտական ժանր բացահայտեն, այսինքն այստեղ էլ, հա, միասին լավ ժամանակ անցկացնելու հնարավորությունները բավական մեծ են, պարզապես ծնողը պետք է մի քիչ երևակայություն ունենա։ Եվ տեղեկացված լինի։ Այո, նաև այստեղ է ծնողի ուշադրությունը կարևոր, որովհետև մեր օրերում, մեր երկրի շրջանակներում բազմաթիվ ամռան ընթացքում հետաքրքիր նախաձեռնություններ կան, իդեպ դրանց մեծ մասը անվճար նախաձեռնություններ են, այսինքն այստեղ ֆինանսական խնդիրներ էլ չի լինում, պարզապես ուշադրություն, ծնողը եթե կարողանա գտնել դրանք, ապա երեխայի համար օրն ավելի հետաքրքիր կլինի նաև նման նախաձեռնությունների օգնությամբ։ Զարա, շնորհակալ եմ զրույցի համար։ Սիրով։ Մայրիկների ակումբում կարևոր է ամեն վայրկյանը, մենք փորձում ենք հնարավորինս օգտակար ծախսել այն րոպեները, որոնք մայրիկները տրամադրում են մեր հաղորդմանը։ Եթե կունենաք ազատ ժամանակ, միացեք մեր Facebook-յան էջին, պատմեք մեզ ձեր մասին, գրեք մեզ ձեզ հուզող ու հետաքրքրող թեմաների եւ հարցերի մասին։ Մենք ձեր նամակներն անպատասխան չենք թողնում։ Մայրիկների ակումբի բոլոր թողարկումները տեղադրվում են առաջին ալիքի կայքում։ Դիտեք, եթե բաց եք թողել։ Օրն ավելի հաճելի անցկացնելու հարցում ձեզ կօգնի մեր կարգախոսը, մայր լինելը ոչ թե հոգս է, այլ երջանկություն։